Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռը, սկզբում մեծ ոգևորություն էր, հետո տարակարծություններ, ինչ տեղի ունեցավ վերջին 2 օրերին։ Բարև ձեզ, սա ճանապարհ հաղորդաշարն է եւ այսօր մեր հյուրերն են։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյան, հաշվապահ դեմեմ նախաձեռնության անդամ Լուսինե Վակյան, փաստաբան Մերի Խաչատրյան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյան եւ մի քանի րոպեից մեզ կմիանա նաեւ դեմեմ նախաձեռնության անդամ Սևակ Ծատուրյանը։ Բարի երեկո, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ մեր թերևս սկսենք սկզբնական այն ոգևորությունից, որ հրապարակումից հետո եղավ առաջին օրը, բոլորը հաղթանակ էին բացականչում Սահմանադրական դատարանի դիմաց, բայց հետո նաեւ կարծեմ Արսվիկ Մինասյանը հայտարարեց, որ այդպես շատ ոգևորվել պետք չէ, հետո ինչ տեղի ունեցավ եւ ինչ պարզ դարձավ, խնդրեմ, համեցեք, հատկապես որ վճիռը արդեն հրապարակեց Սահմանադրական դատարանը։ Գիտեք, առաջի հայացքից Սահմանադրական դատարանը չեմ ասի, որ բացասական որոշում է կայացրել, ինքը ընդհանուր առմամբ շատ օբյեկտիվ արդարացի որոշում է, այսինքն դիմող կողմի ներկայացրած դիմումների բոլոր փաստարկները, ապացույցները, իրավական հիմնավորումները ամբողջովին ընդունել է եւ իր որոշման եզրափակիչ մասում առաջի 5 կետերում անդրադարձել է դրանց եւ ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Բայց ես ինչ կարող եմ ասել այդ ուրախության հետ կապված, հա, սկզբի մասում միայն իրավաբանները, մասնագետները հասկացան, թե այնտեղ տարաժամկետման, հա, ժամկետի հետ կապված խնդիրը, որը առաջի հայացքից բոլորի մոտ տպավորություն եղավ, որ կրկին նույն խառնաշփոթն է ստեղծվելու, ինչպես ստեղծվեց հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կոնկրետ տվյալ օրենքի որոշ դրույթների կասեցման վերաբերյալ որոշում կայացրեց։ Կրկին վերջ այդ 3 ամիսներին տարաբնույթ ընկալման տեղիք էր տվել, որը դիմող կողմին իրավունք, հա, տրվեց, որ դիմեին Սահմանադրական դատարանին խնդրել կամ պարզաբանել կամ երկրորդ միջնորդությունը ներկայացրեցին, որ այդ կասեցված դրույթները ըստ էությամբ տարբեր կերպ են մեկնաբանվում կամ պարզաբանվում պետական լիազոր մարմինների կողմից, մասնավորապես Սահմանադրական դատարանի աշխատակարգ որոշումը պարզաբանել էր Կենտրոնական բանկը, ինչպես նաև ֆինանսների նախարարը։ Իհարկե սա նաև մտահոգության տեղիք տվեց, Սահմանադրական դատարանը եւս դատական նիստի ժամանակ, քննության ժամանակ այդ հարցը բարձրացրեց, որ որևէ մեկը իրավունք ունի պարզաբանելու Սահմանադրական դատարանի որոշումները, այնտեղ բնականաբար բացասական պատասխան տվեց, հրավիրված ներկայացուցիչը, բայց ստացվեց մենք այսօր ինչ ունենք, Սահմանադրական դատարանի որոշումից հետո տարաբնույթ մեկնաբանություններ եղան, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի անդամների կողմից։ Թույլ տանք հիմա Սևակին Ծատուրյան միանա մեզ, շնորհակալություն, Սևակ ի վերջո դեմեմ նախաձեռնությունը այս վճիռը համարում է հաղթանակ, համարում է միջանկյալ հաղթանակ, թե ինչպես է նախաձեռնության վերաբերվում։ Ուրեմն մենք այս վճռով համոզվել, այսինքն մենք համոզված ենք, նաև Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ օրենքը իրոք հակասահմանադրական է։ Հիմա թե կառավարությունը ինչ է ասում, դա մի այլ հարց է։ Այս օրենքը մեր պատկերացմամբ նման է մի շենքի, որը հիմքերի վրա է եւ Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ շենքի հիմքերը խարխուլ են եւ պետք է փոխվեն այդ հիմքերը եւ տվեց դրա համար ժամանակ։ Իսկ մեր կառավարությունը որոշեց, որ միջև հիմքերի փոխելը պետք է այդ շենքը բնակեցվի, որը վտանգավոր է արդեն մարդկանց համար, այսինքն պետք է մարդկանց դուրս հանեն, այսինքն կասեցնեն օրենքը, որպեսզի մարդիկ գումարներ չփոխանցեն, օրենքը փոխեն եւ եթե դրանից հետո դառնա սահմանադրական, նոր դրանից հետո կատարեն կուտակումներ։ Մի ուրիշ հարց, երբ որ մեր կառավարության անդամները ամեն անգամ այս օրենքի մասին խոսելուց շեշտում են, որ 10 տարի այս օրենքի վրա աշխատել են լավագույն մասնագետները եւ դրա արդյունքը տեսանք Սահմանադրական դատարանը, թե որքան հակասահմանադրական կետեր կային դրա մեջ։ Հիմա ես շատ խիստ կասկածներ ունեմ, որ 6 ամսվա ընթացքում նրանք կարող են այնպեսի մոդել առաջարկել, որը կլինի Սահմանադրությանը համապատասխան։ Շատ բարի, պարոն Զեյնալյան, 5 ամիս որ Սահմանադրական դատարանը, այսպես ասած, տվեց կառավարությանը եւ ազգային ժողովին, որպեսզի վերացվեն այն հակասահմանադրական դրույթները, որոնք կային այդ օրենքում։ Իսկապես օբյեկտիվ էր պատճառաբանված, թե ոչ։ Այսինքն 5 ամիս իսկապես պետք էր ինչ-որ բան անելու համար, թե դա այլ դրդապատճառներից ելնելով էր, որ այդ 5 ամիսը տրամադրվեց։ Ընդհանրապես նորմ կոնտրոլի
լիազորությամբ պոշտված դատարանները այդպիսի լիազորություն ունեն, որ օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի այս կամ այն դրույթը հակասող եւ անվավեր ճանաչելու պարագայում տարաժամկետ են դրա ուժի մեջ մտնել են։ Դա պայմանավորված է հետեւյալ հանգամանքով, որ երբ նորմատիվ իրավական ակտը տվյալ դեպքում օրենքը սահմանադրությանը հակասող է, սակայն կա շատ ավելի վատ վիճակ, երբ ընդհանրապես բացակայում է իրավակարգավորումը։ Նման դեպքերում եւ որպեսզի չառաջանա վակուում, չխաթարվի իրավական անվտանգությունը, նման լիազորությամբ պոշտել են նորմ կոնտրոլի դատարաններին, ինչը սահմանադրական դատարանը տվյալ դեպքում իրականացրեց։ Բացատրությունը հետեւյալն է, որ այս օրենքը թղթակցում է շուրջ 50 եւ ավելի օրենքների հետ եւ ենթաօրենսդրական ակտերի հետ եւ կարող էր առաջանալ հավանականությունը, որ կարող էր առաջանալ բաց եւ իրավակարգավորման դեֆեկտ կար։ Այդ հիմքով սահմանադրական դատարանը դրա 1/5 կետերով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչված նորմերի դրույթների ուժի մեջ մտնելը տարաժամկետել է։ Սակայն կա նաեւ 6-րդ կետ։ Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա է նաեւ 6-րդ կետ, ըստ որի այն դրույթները, որոնց անդրադարձել է սահմանադրական դատարանը հենց 6-րդ կետում, չեն կարող կիրառվել, մեկնաբանվել, ընկալվել այլ կերպ, քան սահմանադրական դատարանը տվել է դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը։ Իսկ դա հետեւյալն է. մարդու կամքից հակառակ, նրա հեճուկս մարդու կամքի ոչ մեկ չի կարող տնօրինել նրա սեփականություն հանդիսացող աշխատավարձը։ Իսկ այս դրույթները անմիջականորեն գործող դրույթներ են։ Անկախ նրանից նույնիսկ սահմանադրությունը դա արձանագրել է, թե ոչ, բայց սահմանադրությունը դա արձանագրել է 3-րդ հոդվածում, 6-րդ հոդվածում, սրանք անմիջականորեն գործող իրավունքներ են եւ սահմանափակման ենթակա չեն։ Իսկ հիմա կառավարության ներկայացուցիչները ասում են միևնույն է պարտադիր վճարումները պետք է արվեն մինչև սեպտեմբերի 30-ը։ Սա ուղղակիորեն հակասում է ձեր ասած այդ 6-րդ կետին։ Սա հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին եւ չկա որևէ տրամաբանություն, ինչի պետք է մարդիկ իրենց գումարները վճարեն այդ համակարգին եւ բոլոր դեպքերում նոր իրավակարգավորումները ուժի մեջ մտնելու պահից կամ սահմանադրական դատարանի որոշման 1/5 կետերը ուժի մեջ մտնելու պահից այդ գումարները պետք է վերադարձվեն։ Ընդ որում ոչ միայն պետք է վերադարձվեն այդ գումարները, այլ պետք է վերադարձվեն առնվազն կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսներով եւ նաեւ պետք է փոխհատուցվեն կրած բարոյական վնասները։ Սա պետք է հաշվի առնել եւ չի հնարավոր չի հաշվանցել այլ կերպ ասած կամ վերաձևակերպել փոխանցել այլ հաշիվների, որովհետև նոր ուժի մեջ մտած օրենքը չի կարող հետադարձ կիրառում ունենալ։ Շատ բարի, Լուսինային պետք է խնդրեմ այստեղ միանա մեր քննարկմանը եւ բացատրի տրամաբանություն որպես հաշվապահ։ Հիմա փոխանցումները պիտի արվեն, որքան ինձ է հայտնի, էլեկտրոնային հաշվետվությունների այդ ծրագիրը ավտոմատ համակարգով է իրականացնում այդ կൂട്ടակային պահումը։ Հիմա ի վերջո կառավարությունն ասում է, որ պետք է մինչև սեպտեմբերի 30 պահել, եթե հետո պիտի վերադարձնեն տրամաբանությունը մի քիչ անհասկանալի է, եթե չպիտի պահի գործատուն, ապա ինչպես, եթե ծրագիրը նրան պարտադրում է պահել։ Ես ասեմ, որ այս իրավիճակը համանման է կամ ինչ որ ձևերով նման է նաև հունվարի 24-ից տեղի ունեցած հետո հարաբերություններին աշխատող գործատու հաշվապահ հարկային մարմիններ, երբ որ խոճապ էր ստեղծվել ու երբ որ աշխատողները գործատուները հաշվապահները կանգնել են երկընտրանքի առջև չիմանալով թե որ հարցը ինչպես կարգավորել։ Ըստ էության կասեցված հոդվածները թույլ էին տալիս, որ աշխատողներից պահումներ չկատարվեին եւ գործատուն չվճարեր այդ վճարումները կամ մուրջ հաշվին, որոնց համար տուժեր չէին հաշվարկվելու, որովհետեւ այդ հոդվածը կասեցված է։ Մինչդեռ ֆինանսների նախարարը անձամբ հայտարարեց, որ բոլոր գործատուները, որոնք այդ փոխանցումները կամուրջ հիմնադրամին չեն կատարի, կպատժվեն։ Պատասխանատվության, այո։ Ընդ որում այդ հայտարարությունը արվեց նաեւ սահմանադրական դատարանի որոշումից հետո նաեւ այդ հայտարարությունը հնչեց, կարծեմ Դավիթ Հարությունյանն էր ասել դրա մասին, որ պետք է պահումներ արվեն։ Այս առիթով շատ կարևոր է կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հայտարարությունը սահմանադրական դատարանում, երբ նրան հարց տրվեց ինչու այս հայտարարությունը արեցիք, դուք արդյոք ունեիք լիազորություն մեկնաբանելու սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը թե ոչ, նա ասաց ուղղակի հայտարարություններ արել էինք, այսպես դա պարտադիր չէր կատարման համար։ Ուղղակի այս հայտարարությունները այդ նույն շարքից են։ Իրավունքը գերակա է։ Հիմա ծրագրին անդրադառնանք, այսինքն հիմա դուք հաշվապահ եք, պիտի անեք այդ փոխանցումները։ Կարող եք այդ փոխանցումները անել առանց պահման, եթե կա այդ ծրագիրը։ Նախ փոխանցումներ կատարելը առանց աշխատակցի կամքը հարցնելու
Սահմանադրական դատարանը ինքը իր որոշման մեջ R204/2014 սպիտակի վրա սև տառով նշել է, այսինքն մենք բոլորս տառաճանաչ ենք, մենք կարողանում ենք կարդալ Սահմանադրական դատարանի որոշումը, որը բաղկացած չէ ընդամենը 2-3 տողերից, ինչպես կառավարության անդամները տարբեր պաշտոնյաներ մեկնաբանում են իրենց տեսակետից։ Դա մի ամբողջ որոշում է եւ հատկապես Սահմանադրական դատարանը իր պաշտոնական կայքում այդ որոշման 6-րդ հոդվածի այն մասը, որը վերաբերում է մարդու սեփականության իրավունքների ոտնահարմանը, հատկապես ընդգծել է, այսինքն ուշադրությունը տանելով նրան տեսանելի է դարձել, ուշադրություն տանելով նրան, որ գործատուն առանց աշխատակցի կամքը հարցնելու պահում չի կարող կատարել, չէ՞ որ այդ հոդվածը, այդ 5-րդ հոդվածը պարտադիր է եւ այլն, ճանաչվել են հակասահմանադրական, այսինքն կանխամտածված հակասահմանադրական կետի կիրառումը ես ոչ գործատուն, ոչ գրագետ գործատուն, ոչ աշխատակիցներ, ոչ մեկ դրանք չեն կարող համարել որպես օրինական գործողություններ։ Տեխնիկապես հիմա հարցը ինչումն է, որ այդ հաշվետվության ձևում պարտադիր կൂട്ടակայինի մասը հաշվարկվում է ավտոմատ ձևով։ Եվ այս հարցը հրատապ լուծելու համար օր առաջ ֆինանսների նախարարությունը եւ պետեկամուտների կոմիտեն պետք է իրենց գործողություններով հանդես գան եւ այդ դաշտը վերացնեն, դարձնեն Նրանք ասում են մենք մինչև սեպտեմբերի 30-ը ունենք ժամանակ։ Չէ, այդպես չէ, որ աշխատակիցը կարող է դրսևորել իր կամքը եւ պահանջել գործատուից, որպեսզի իր սեփականության իրավունքները, որը այս դեպքում հանդիսանում է աշխատավարձը, չոտնահարվեն, դրանք կարող են միայն սահմանափակվել սահմանադրությամբ եւ եթե մարդը այդպիսի կամային հայեցողություն է դրսևորում։ Այս դեպքում եթե աշխատողները դիմում են գործատուին, որպեսզի այդ պահումները չկատարեն, պետք է անպայման ֆինանսների նախարարությունը, կարծում եմ, որ շատ հրատապ հարց է օր առաջ, որ այս տեխնիկական ընդամենը հարց է դա, այդ հարցը վերացնելու համար։ Պետք է անպայման այդ հարցով նրանք զբաղվեն։ Ընդ որում մասնագետները ասում են, ես չգիտեմ, ոլորտի մասնագետ չեմ, որ մի քանի օրվա ընթացքում հնարավոր է այդ ծրագրային բազան ապահովել։ Ես մի նկատառում անեմ, որ տվյալ դաշտը ինքը ակտիվացել է փետրվարի 3-ին 14 թվականի։ Այսինքն այն, որ օրենք ուժի մեջ էր մտնում կൂട്ടակային կեսաթոշակների մասին, օրենք ուժի մեջ էր մտնում այն մասով պարտադիր բաղադրիչի 14 թվականի հունվարի 1-ից հաշվետու ժամանակահատվածից շուտ գործատուների համար այդ երրորդ դաշտը փետրվարի 3-ին ինքը ակտիվացավ։ Այսինքն ինքը մինչ այդ ապա ակտիվացած վիճակում էր։ Դա մեխանիկական աշխատանք է, այսինքն այն օպերատորը, որ աշխատում է, միանշանակ նույնիսկ IT ոլորտի մասնագետներ, որոնք դեմ են խմբում են, հայտնեցին գրավոր դիմումով, որ հայտնում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու ֆինանսների նախարարությանը մի քանի ժամվա մեջ հարցը կարգավորելու եւ ապա ակտիվացնել այդ կետը։ Այո, աջակցենք ֆինանսների նախարարությանը, եթե չի կարողանում դա անել, կամ պետեկամուտների կոմիտեին։ Վազե, Տաթևի, խնդրում եմ ասեք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերաբերմունքը այս իրադարձությունների նկատմամբ եւ ասեք այսօր արդյոք ոտնահարվում է քաղաքացիների իրավունքը թե ոչ այդ դաշտում։ Ինչ վերաբերվում է ամբողջ պարտադիր բաղադրիչի գաղափարախոսությանը, ես պետք է արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշումը մեզ համար իսկապես շատ կարևոր էր, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը դեռևս անցած տարի, քան դեռ պարտադիր բաղադրիչ ուժի մեջ չէր մտել, անդադար ահազանգում էր, որ օրենքում կան թերություններ, դրանք լուրջ են եւ այդ հարցով դիմել ենք ինչպես ազգային ժողովի տարբեր խմբակցություններին, այնպես էլ գործադիր իշխանության տարբեր պետական մարմիններին, սակայն այն ժամանակ դա իր արդյունքը չբերեց։ Եվ շատ ուրախ եմ, որ նման նախաձեռնություն եղավ Սահմանադրական դատարանում հարցը արդեն վիճարկելու եւ այսպիսի պատկեր ունենք, որ այո, իսկապես թերությունները կա եւ նրանք նույնպես ընդունում են։ Մեկ այլ հարց է, որ նրանք տվել են տարաժամկետման ուրեմն վերաբերյալ հատուկ նշում որոշման մեջ, ինչը միանշանակ, ինչպես դատավորները արդեն իրենք սկսեցին հարցազրույցներում բացատրել, իրենց իրավունքն է, որը դատարանի տված լիազորություն է։ Մեկ այլ հարց է, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ասվում է, որ տարաժամկետումը պետք է տրվի այն հաշվարկով, որպիսի
ուրեմն խուսափեն հանրության եւ պետության շահերին վնասներ հասցնելուց, սակայն դա չպետք է նաեւ վնասի մարդու իրավունքներին եւ ազատություններին։ Էապես չպետք է վնասի, այսինքն այստեղ դատարանը նաեւ կշեռքի նժարների վրա այս երկու հարցը պետք է դներ եւ կշռեր եւ սահմանել է 6 ուրեմն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամկետ է սահմանել։ Ինչքանով էր այդ ժամկետը համաչափ, դա բնականաբար սահմանադրական դատարանի որոշելիքներ, որը նույնպես պետք է ժամկետի համաչափությունը հաշվի առներ այս տարաժամկետումը տալուց։ Այլ հարց է, որ հետաքրքիր կերպով միևնույն հոդվածի տարբեր մասերը մեկ տեղ են գտել որոշման 1-ից 5-րդ կետերում, որը միանշանակ հակասահմանադրական է եւ անվավեր, սակայն մինչեւ սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ ունի ուժը կորցնելու համար, իսկ նույն հոդվածի այլ կետեր տեղ են գտել 6-րդ որոշման 6-րդ կետում, որը ինչպես գործընկերը ճիշտ իրավացիորեն նշեց, համարվում են սահմանադրությանը համապատասխանող այն բովանդակությամբ, որ նրանք չպետք է նաև մարդու հայեցողությունից անկախ սահմանափակեն նրա սեփականության իրավունքը։ Բնականաբար այս տարընթերցումները առաջանում են հենց այս ձևակերպումից, սակայն ստացվում է մի հետաքրքիր պատկեր։ Միանշանակ 5-ի 1-րդ օրինակ կետը, 5-րդ հոդվածի առաջին կետը, որով սահմանվում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների ցանկը, դա գործելու է միջև նոր իրավակարգավորումները, այսինքն տարաժամկետման այդ ժամկետի մեջ ընկնում է, բայց 8-րդ հոդվածը, որը պարտադիր վճարումներ կատարելու պարտականություն է սահմանում, ընկած է այդ 6-րդ կետի տակ, որը ամեն մարդ իր սեփական հայեցողությամբ, որպեսզի իր սեփականության իրավունքը չսահմանափակվի, կարող է որոշել։ Եվ բնականաբար ամբողջ խնդիրը արդեն կլինի իրավակիրառ պրակտիկայում, ինչպես պետք է գործատուները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ինքնուրույն են լրացնում եկամտահարկի վերաբերյալ այդ էլեկտրոնային հաշվարկի ֆորման, ինչպես նրանք դա կկատարեն։ Եվ հարցը միանշանակ շատ խրթին է, միանշանակ պատասխան չենք կարող մենք այս պահին տալ։ Մաղազարյան, խնդրում եմ ձեր տեսակետը ներկայացրեք, որտեղ իսկապես հնչեց նաև այդ գնահատականը, որ սահմանադրական դատարանը այսպես խառնեց բոլորին իրար, ձեռքերը լվաց եւ քաշվեց մի կողմ։ Ձեր դիտարկմամբ իսկապես կա այդպիսի իրավիճակ, թե չկա եւ ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։ Ոչ, կարծում եմ, դե միակ հակասությունը, այսինքն դա 7-րդ կետի վերաբերյալ է, բայց 7-րդ կետը չպետք է մկրատով կտրել, դնել մի կողմ ու նայել վրան, պետք է 7-րդ կետը դնել կոնտեքստում, այսինքն բառը միտքը, երևույթը պետք է մեկնաբանել կոնտեքստում։ Իսկ կոնտեքստը որն է։ Ուրախ եմ այդ որոշման համար, որովհետև այդ որոշման կենտրոնում մարդն է, իր կամ արտահայտությամբ։ Եվ ՍԴ-ն մոտավորապես ասում է այս. եթե երիտասարդը մարդը ասես դեմ եմ, ամեն ինչ պետք է ծառայի դրան։ Ոչ թե նրան փորձեց համոզել հակառակը։ Մեր կառավարությունը փորձեց համոզել հակառակը, ՍԴ-ն ասաց, որ ոչ։ Գերակայում է մարդը իր կամ արտահայտությամբ, որովհետև մարդը բարձրագույն արժեք, որտեղ մարդու իրավունքների հետ ենք խոսում։ Եվ դրանից արդեն բխեց մնացած եզրահանգումներ։ Հետևաբար իմ համար այդ որոշումը շատ պարզ որոշում է։ Միայն կուզեի, որ ՍԴ-ն իր որոշումները կայացնելիս հաճախակի կարճ նախադասություններ օգտագործեր, ոչ թե կեսեջանոց նախադասություններ, ստորակետները, որովհետև դա իսկապես կարող է առաջացնել տարընթերցման խնդիր։ Այո, դա զուտ ուղղակի որպես էքսպրոմտ, այո։ Ընդհանրապես ուրախ եմ այդ որոշման համար եւ ես ուզենամ նարտակ աշխատելով բազմաթիվ եվրոպական դատային բազմաթիվ գանգատների եւ ՍԴ դյումների վրա մենք զգացել ենք թե դա ինչ է նշանակում եւ անձնակենտրոն է եւ պետք է բխի նրա իրավունքներից եւ հենց հիմնական գաղափարը թե ինչու է պարտադիր բացարձակ պարտադիր է սխալ ես միշտ ասում ուսանողներին եթե որևէ մի կարգավորում հասարակության մեջ բացարձակ ոչ է, ապա այնտեղ փնտրեք կամայականություն կամ մարդուրանքների խախտում, որովհետև միշտ պետք է լինի այլընտրանք։ Հասարակությունը բազմաշերտ է, բազմակարծ է։ Եվ միշտ եթե որևէ բան սահմանափակում ես գրեթե բացարձակ կերպով, այլընտրանք պետք է ապավես, հակառակում խնդիր կառաջանա։ ՍԴ-ն այդ հարցը լուծեց եւ ուրախ եմ դրա համար։ Հիմա պարոն Ղազարյան, դուք ասացիք, որ մարդակենտրոն է որոշումը, այն ժամանակ շատերը որ ասացին դեմ եմ, զրկվեցին աշխատանքից։ Եղան այդպիսի դեպքեր, ես իհարկե չգիտեմ հետագայում այդ մարդկանց ճակատագիրը ոնց կլինի դատարանի միջոցով կվերականգնվեն, թե ոչ։ Չկա արդյոք վտանգ, որ այսօր որոշ մարդիկ, ովքեր այդ ՍԴ որոշումը հիմք ընդունելով կասեն դեմ եմ եւ կզրկվեն աշխատանքից, ինչ անեն այդ մարդիկ։ Դե իհարկե կան իրավական պաշտպանության եղանակներ, աշխատանքային խումբը աշխատում է, արդեն Facebook-ով տարածվում են տիպային
ձևաթղթեր, պետք է որքան հնարավոր է շատ դիմեն իրավասու մարմինին պայքարն իրենց իրավունքների համար։ Պայքարը չի ավարտվել, մենք մտնում ենք արդեն մոտարապես տեղնման ինչ որ 2003-ին տեղի ունեցավ ՍԴ-ի որոշումից հետո, երբ որ այն ժամանակ սկսեցին հայտարարել պետական մարմինները, թե ՍԴ-ն անցել է լիազորությունների շրջանակները։ Հիմա մեր իրավագիտակցությունը բարձրացել է, մենք այլևս նման բաներ չենք հայտարարում նկատմամբ պետական մարմինները։ Բայց հիմա պետական մարմինները գործատուին են արդեն, ես չեմ ասում, բառը չեմ ուզում օգտագործել շանտաժ, բայց գործատուին սպառնում են եւ գործատուին դնում են երկու քարի արանքը։ Մի կողմից նրա աշխատակիցներն են, որոնք սպառնում են գործադուլով կամ աշխատանքից հեռանալու, եթե իրենց աշխատավարձերը շարունակի գանձումը, մի կողմից գործատուն կանած է ռեալ վտանգի առջև, որտեղ արդեն հայտարարել են ռեալ վտանգի առջև, որ նրան տուգանքի կենթարկվի։ Միջդեռ կրկնում եմ, պետք է կենտրոնում դրվի մարդու կամքը, եթե նա ասում է դեմը, մնացածը պետք է ծառայի զուտ դրան։ Պարոն Զուրաբյան, այստեղ դիտարկում անեմ, մարդու սահմանադրական դատանի որոշումը ինքը նկատի է ունեցել բոլոր կողմերին։ Իմջալոց ասեմ, այդ որոշումը նաև օգուտ գործատուների է, որովհետև ինքը արդեն արձանագրեց սահմանադրական դատանը, որ հարկային գործակալ չի կարող դիտվել գործատուն։ Այս իրավահարաբերություններում։ Այո, այս իրավահարաբերություններում սա գործատուն պետք է դիտարկի, որ սա ժողովուրդ ընդհանուր ասելով նաև գործատուներ իրենք մեջն են։ Գործատու, պետական մարմին եւ մարդ այդ եռանկյունին կա սահմանադրական դատանի որոշումը, երբ որ մենք փորձենք երկրաչափական տեսանկյունով նայենք, մենք այդտեղ տեսնում ենք այդ եռակողմ հարաբերությունները։ Օգուտ իրենց է կայացված նաեւ։ Շատ բարի, պարոն Զուրաբյան, խնդրում եմ միացեք մեր քննարկմանը, իդեպ շատ հետաքրքիր էր, որ ոչ իշխանական 4 ուժերից միայն ձեր ուժը հանձինս ձեզ համաձայնեց այսօրվա քննարկմանը մասնակցել, գուցե վերջին այսինքն սահմանադրական դատանի որոշմանը հաջորդած մյուս ուշագրավ իրադարձության պայմանավորված չկարողացան գալ։ Ձեզ համար որքանով է ընկալելի այս մոտեցումը, որ մինչև ամսի 30-ը պետք է կուտակենք։ Միևնույն է, հետո պիտի վերադարձնենք։ Այսինքն մի տեսակ ստացվում է, որ քաղաքացիները, որոնք հիմա ասենք այս կամ այն հանգամանքից ելնելով դեռ 5%-ը կվճարեն, այսպես ժողովրդական լեզվով ասած են, որ լատարե են խաղում մեկը մյուսի հետ, մասնացում է պետության հետ են խաղում, ինչ, այսինքն ո՞րն է տրամաբանությունը, միևնույն է պիտի հետ տա։ Իսկապես մեծ խառնաշփոթ մի բան կա, որ պիտի հետ չտան եւ մենք մեզանից որևէ մեկը դրա մասին չգիտի։ Իսկապես ստեղծվել է մեծ խառնաշփոթ եւ մարդիկ իսկապես շփոթված են, չեն հասկանում ինչ է կատարվել։ Ես փորձեմ այս ամեն ինչի մեջ բարձություն մտցնել, մի քիչ բացելով քաղաքական ենթատեքստները։ Բանն այն է, որ եւ ասեմ, եթե որ բացվի, ամեն ինչ բարձ է դառնում։ Բանն այն է, որ ռեժիմը իրականում այս երկրի կառավարիչները, որոնք կոռումպացված եւ ոչ կոմպետենտ ղեկավարներ են, նրանք կարիք ունեն ֆինանսական ռեսուրսների սակավության մեջ մեծ հոսքերի, ֆինանսական հոսքերի տիրապետող դառնալ, այսօր անգամ ռեժիմի գոյատևությունն է դրա հետ կապված, եւ այս կուտակային ռեֆորմը հենց ռեժիմի գոյատևման ֆինանսական հոսքերի ուրեմն ապահովման համար էր ստեղծված։ Ռեժիմը մի բան լավ չհաշվեց, որ սկսվեց շատ լուրջ դիմադրություն։ Եվ հանրության կողմից, հասարակության կողմից կազմակերպվեց դեմեմ շարժումը, քաղաքական ուժերը միավորվեցին, այստեղ շատ կարևոր էր այս 4 խորհրդարանական ընդդիմադիր ուժերի աննախադեպ համախմբումը եւ համատեղ քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասնաբար մեծ բողոքի մթնոլորտ ստեղծվեց եւ ռեժիմը հասկացավ, որ շատ ծանր վիճակում է հայտնվել։ Այսինքն մի կողմից բարձրացրած հարցերը ակնհայտ են, պարզ է, որ սահմանության խախտում կա, պարզ է, որ սա անարդար համակարգ է։ Մյուս կողմից իրենց գոյատևման խնդիրն է դրված եւ նրանք պետք է ինչ որ մի լուծում գտնեն, որը թույլ կտա պահպանել այս համակարգը, այս թալանի ամբողջ այս կուտակային մշակված սխեման։ Մյուս կողմից ինչ որ մի արդարադատության շղարշ ստեղծելով թեթևացնեն այն լարվածությունը, որ ստեղծվել է հանրության մեջ։ Եվ այդ ծանր խնդիրը լուծելու համար գտնվեց մի Սողոմոնյան որոշում, թեև Սողոմոնյան որոշում բառակապակցությունը մի քիչ դժվար է կիրառել ավազակների մասին խոսելիս։ Ինչն էր այդ որոշման իմաստը։ Ուրեմն դե յուրե սահմանական դատարանը բավարարեց
36 падգամավորի հայցը այն падգամավորների, որոնք ներկայացնում էին 4 ընդդիմադիր խմբակցությունները։ Կարծես թե արդարադատությունը վերականգնված, արդարությունը վերականգնված է։ Բայց ռեժիմը այդքան պարզունակ չէ եւ կներեք ես օրինակ շատերի լավատեսությունը այստեղ չեմ կիսում, ես համարում եմ, որ սահմանական դատարանը դա ուղղակի կցորդն է ռեժիմի, որը զբաղված է նրա թալանչիական սխեմաների իրավաբանական ապահովմամբ եւ ասեմ ինչ արեց սահմանական դատարանը։ Ասեք այդ դեպքում, եթե դուք թերահավատորեն եք ես հենց այդ եմ ասում, սահմանական դատարանը վստահաբար նախագահականի հետ համագործակցելով, կառավարության հետ համագործակցելով մշակեց մի որոշում, որը նորից եմ ասում, իբր թե բավարարում է արդարադատությունը, որը վերականգնում է արդարացում, բավարարում է մեր հայցը, իսկապես ակնհայտ հակասահմանադրական դրույթները համարում է հակասահմանադրական եւ անվավեր, մյուս կողմից համակարգը փրկելու համար կիրառեց հետեւյալ բավականին ցինիկ լուծումը։ Նույն այդ հակասահմանադրական ճանաչված նորմերի ուժը կորցրած լինելու համար սահմանվեց վերջնաժամկետ սեպտեմբերի 30-ը, այսինքն 6 ամիս շարունակ նրանք հնարավորություն են տվել այդ հակասահմանադրական նորմերի գործելու համար, օգտագործելով հենց այդ տարաժամկետման դրույթը սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Տրամաբանությունը բացատրում է։ Պիտի վերադարձնեն այդ համարը։ Ոչ։ Դե բացատրեք։ Ես գալու է դա եմ ուզում բացատրել։ Ես ինչ պիտի լինի այդ գումարների հետ, եթե դուք գիտեք։ Ռեժիմի պլանը հետևյալն է։ Ուրեմն մինչև սեպտեմբերի 30-ը իրենք ունեն ժամանակ։ Այս համակարգը գործելու է, նրանք գանձելու են, բոլոր այս վճարները կատարվելու են։ Ընթացքում ռեժիմը բերելու է նախագիծ, այսինքն հանրապետական մեծամասնությունը բերելու է մի նախագիծ ազգային ժողով, որը կշտկի բոլոր այն թերությունները, որ օրենքը ունեցել է եւ կհամապատասխանեցնի այդ համակարգը սահմանադրական դատարանի որոշման մեջ ներկայացված բոլոր պահանջներին, բայց համակարգի էությունը կմնա նույնը։ Ուղղակի, ասենք, հիշում եք Գագիկ Հարությունյանը, երբ որ այդ վճիռը կարծում եմ, նա հենց այդ էր ասում, որ այո, եթե քաղաքացին ուղղակի հիմնադրամ է, եթե նրան պարտադրվում է հիմնադրամ մուծել, դա հակասահմանադրական, բայց եթե դա գնա բյուջե, իսկ հետո բյուջեից ուղարկվի հիմնադրամ, ինչ որ պետական, կառավարական, պետության երաշխիքներով, դա արդեն համապատասխանում է սահմանադրության ոգուն, եթե սոցիալական վճարի միջոցով դա արվի եւ այլն։ Այսինքն նույն համակարգը, կարճ ասած, քաղաքացու գրպանը մտնելու նույն դե ֆակտո իրողությունը հիմա կկազմակերպվի համապատասխանեցնելով այդ համակարգը սահմանադրությանը։ Շատերի ընկալման Դա կնշանակի հետևյալը. այս ժամանակաշրջանում, 6 ամսվա ժամանակաշրջանում, երբ որ հակասահմանադրական նորմին թույլ են տալիս գործել, կգործի այդ հակասահմանադրական նորմը առանց որևէ խնդրի ռեժիմի համար, իսկ հետո երբ որ այդ փոփոխությունը կմտցրեն օգտագործելով իրենց մեծամասնությունը, արդեն նույն բանը կշարունակեն շատ սահմանադրական ձևերով։ Ուստի, այսինքն սա ռեժիմի պլանն է։ Սրանից քաղաքացին ոչ մի բան չի շահելու։ Եկեք հիմա հստակեցնենք, որտեղ մեզ մարդիկ լսում են։ Այո։ Եթե այս պահից սկսած, համադրական դատանի վճռի պահից սկսած, մինչև սեպտեմբերի 30-ը, երբ որ տրված այդ ժամանակը, մինչև կբերեն նոր օրենքը ձեր կանխատեսած, այս բոլոր գանձումները, եթե դրանք հակաօրինական են, միևնույն է դրանից հետո ընդունված օրենքը հետադարձ ուժ չի ունենալու եւ այս գումարները այսպես թե այնպես պիտի վերադարձնեն։ Ուրեմն, եթե անգամ գործի այն, ինչ որ դուք ասում եք, այսինքն օրինակի համար, եթե իրանք մայիսին բերում են նոր օրենքի նախագիծ, արդեն նոր սխեմայով են այդ ամեն ինչը անում, դուք ասում եք, որ բայց մինչև մայիս գանձվածը պիտի վերադարձնեն։ Անգամ եթե դա այդպես է, դա իրենց համար ստեղծում է բավականին լուրջ մի ժամանակաշրջան։ Իրենք խոսքը գնում է բավականին մեծ գումարների մասին։ Տասնյակ միլիոններ դոլարներ։ Այդ գումարը ինչքան երկար իրենք պահեն իրենց ձեռքում, ինչքան երկար ֆռացնեն, այնքան իրենց շահը նրանք կհետապնդեն։ Այսինքն այս տարկետումը նաև ծառայում է այդ նպատակին։ Հիմա իրենք ուզենեն էլ չեն կարող վերադարձնել։ Իրենք դա մտցրել են ինչ-որ սխեմաների մեջ, հասկանում եք։ Ամենաքննարկվող թեմաներից մեկը սահմանադրական դատանի որոշումից հետո այն էր, որ պարտադիր բաղադրիչը վերացվել է ընդհանրապես եւ չի էլ կարող վերադարձվել, թե ամեն դեպքում կարող է վերադարձվել։ Հիմա մարդիկ ասում են, պարտադիրը հանվել է, եթե նույնիսկ կմշակվի բարեփոխման նոր օրինագիծ,
կենսաթոշակային համակարգ է։ Այնտեղ պարտադիր բաղադրիչ լինել չի կարող։ Դա այդպես է, թե այդպես չի։ Պրակտիկայում այդպես չէ, դե յուրե այդպես է, դե ֆակտո այդպես չէ։ Այ հենց դա է ամբողջ խնդիրը, որ շփոթը ստեղծվել է հիմա Հայաստանում։ Հիմա գործում է այդ համակարգը, որը իրականում, այսինքն Սահմանադրական դատարանը մի սողանցք է ստեղծել իր որոշման մեջ, որը թույլ է տալիս իշխանությանը, եթե նա հզոր է, եթե նա տիրապետում է քաղաքական իրավիճակին երկրում, կիրառել ցանկացած ուրեմն օրենքի դրույթ, որը ինքը կհամարի համապատասխանող սահմանադրությանը կամ համապատասխանող Սահմանադրական դատարանի որոշմանը։ Այսինքն ինքն է այսօր տերը մեկնաբանության եւ կիրառման։ Իշխանությունն է տերը։ Եվ մեզանից է կախված, արդյոք մենք թույլ կտանք իշխանությանը այնպես մեկնաբանել, ինչպես ինքը մեկնաբանում է այդ օրենքը եւ այնպես են կիրառել, ինչպես ինքը կիրառում է։ Եվ պարզ մի բան, Գագիկ Հարությունյանը կամ Ֆելիքս Թոխյանը չգիտեն, որ Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանության իրավունք չունեն։ Իդեպ մենք երբ որ փորձեցինք հրավիրել մեր քննարկմանը Սահմանադրական դատարանից ներկայացուցիչ, նրանք մեր հեռուստաընկերությանը ասեցին, որ իրենք իրավունք չունեն մեկնաբանելու։ Այսինքն գիտեն։ Եւ այդ պատճառաբանությամբ այսօր այստեղ գիտեն, բայց այնուամենայնիվ մեկնաբանում են։ Բացատրեմ ինչու։ Շատ պարզ է, որովհետեւ երբ ստեղծվեց այդ խառնաշփոթը եւ պարզ դարձավ եւ հանրության մոտ ստեղծեց տպավորություն, որ այդ նորմերը այլևս չեն գործելու, իշխանությունը ուղղակի նրանց գլխին տվեց։ Ֆելիքս Թոխյանը շատ ավելի բան էր, տենց արտահայտչական էր, որտեղ Ֆելիքս Թոխյանը սկզբից գնում է մի հեռուստատեսություն, ասում է, որ գանձումները պարտադիր չեն, դու կարող եք դրան ուրեմն դրանից հրաժարվել, անցնում է շատ փոքր ժամանակ, ինքը մեկ այլ հեռուստատեսությամբ տալիս է դրան հակառակ մեկնաբանություն։ Ինչն է գաղտնիքը Բաղրամյան 26-ը, որովհետև Բաղրամյան 26-ը սահմանադրության մեջ թաքնված մի եւ բոլորիս համար անտեսանելի մի տողով միակ կառույցն է նախագահական աշխատակազմը, որը իրավունք ունի խախտել սահմանադրությունը, պարտադրել Սահմանադրական դատարանի դատավորներին ասել այն կամ այն մեկնաբանությունը, ինչը հակասում է Սահմանադրությանը։ Հիմա հասկանանք դեմեմ նախաձեռնության հետագա անելիքները։ Դուք ապրիլի 12-ին ունեք հանրահավաք, եթե չեմ սխալվում։ Այսինքն ինչ է անելու շարժումը հետո։ Ուրեմն մենք մինչև Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը մենք հայտարարել ենք, որ անկախ Սահմանադրական դատարանի որոշումից Սահմանադրական դատարանը կճանաչի սահմանադրական թե ոչ, մեր պայքարը շարունակվելու է այս օրենքի դեմ, որովհետև ինքը բացի հակասահմանադրական լինելուց նաև հակասոցիալական օրենք է, որովհետև վատացնում է մարդկանց սոցիալական վիճակը։ Հիմա Սահմանադրական դատարանը համարելով, այսինքն ընդունելով, որ այս օրենքը հակասահմանադրական է, ուժեղացրել է ավելի մեր շարժումը եւ ապրիլի 12-ի հանրահավաքի ժամանակ մենք հստակեցնելու ենք մեր անելիքները, այսինքն լինելու է նաեւ փողոցային պայքար ակցիաների, հանրահավաքների միջոցով, որպեսզի ֆինանսների նախարարությունը եւ ՊԿ հաշվետվության մեջից հանեն այդ մասը եւ թույլ տան մարդկանց ինքնուրույն որոշել ուզում են կամավոր մասնակցել այս համակարգին թե ոչ։ Այսինքն ձեր առաջնային խնդիրը առաջնային խնդիրը այս պահին, որ ՊԿ հաշվետվությունների մեջից ապակտիվացնի այդ բաժինը։ Հիմա եթե պարոն Զուրաբյանի կանխատեսումները իրականանում են եւ սեպտեմբերի 30-ից հետո ներդրվում է մի նոր համակարգ, որտեղ դարձյալ այնպես է ստացվում, որ կուտակելը պարտադիր է։ Ներողություն, իմ կանխատեսումները իրականանում են մենակ այն դեպքում, եթե փողոցային պայքարը չի հասնում հաջողության, որովհետև ժողովրդի կողմից կազմակերպված դիմադրությունը կարող է բերել այդ պլանների շրջմանը։ Այսինքն այս բան հաջողություն կա, պարոն Զուրաբյան, կարելի է այդպես ասել։ Ոչ, արդեն ռեժիմը զգացել է իր խոցելիությունը, մի քիչ խոճապի մեջ է եւ վարչապետի հրաժարականը դրա առաջի սիմպտոմներից է։ Դուք պայմանավորում եք վարչապետի հրաժարականը, քանի որ եկաք այս շարժման հետ, թե չէ։ Ես պայմանավորում եմ այն ընդհանուր մտոլորտով, որ ստեղծել է երկրում։ Իհարկե այս շարժումը կարևոր դեր ունեցավ եւ բաղադրիչներից մեկն էր, բայց մենք կառավարության հոմենակ սրա համար չենք մեղադրում։ Կառավարությունը բազմաթիվ ապօրինի գործարքներ է կատարել, 300 միլիոն դոլարի ապօրինի պարտք է կուտակել շրջանցելով ազգային ժողովը, 1000 մի այդպիսի մեղքեր է գործել։ Եվ կատարվեց մի եւս կարևոր բան, բացի այս ամբողջ սոցիալական դժգոհության ֆոնին, 4 քաղաքական ուժ աննախադեպ որոշում ընդունեցին ապրիլի 28-ին բարձրացնել կառավարության անվստահության հարցը եւ սկսել շուրջօրյա հանրահավաքներ ազատության հրապարակում։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ օրը, եթե չլիներ այս որոշումը,
հեղեղվելու էր մարդկային ծով էր մի հավաքվելու Ազատության հրապարակում, որը կարող էր խորտակել այս իշխանություններին։ Իրենք այս սցենարից վախեցան, շատ լավ հասկացան։ Իրենք հասկացան, որ եւ 4 քաղաքական ուժերի ռեսուրսները, պլյուս դեմեմ շարժումը, պլյուս 1000 մի այլ հարցերով դժգոհ մարդիկ գալու էին եւ կառավարությունից եւ իշխանությունից պատասխան էին պահանջելու։ Այս քայլը բանի վարչապետի հրաժարականի քայլը դա պրևենտիվ քայլ էր, որը ուղղված է նրան, որ այս բողոքի դեմն առնի։ Իդեպ չգիտեմ հարցս պատասխան ունի թե չէ, քննարկվել է արդյոք արդեն 4 ուժերի հետագա համագործակցությունը, թե ի վերջո այն ինչ որ միավորում էր, կարծեք թե այս պահին այլևս Դե գիտեք, մենք մի բան ենք պլանավորել վարչապետի կամ կառավարության արկա վիճակի հետ կապված, այսինքն ներկայության դեպքում, հիմա իրավիճակը փոխվել է։ Ճիշտ է, մեծ իրականում քաղաքական իրավիճակն է փոխվել։ Այս նոր պայմաններում մենք մեր մարտավարությունը պետք է վերանայենք եւ այսօր եղել է առաջին հանդիպումը, բայց դեռ վաղ է ասել, թե մենք ինչ նոր մարտավարություն ենք ներկայացնելու հանրությանը։ Ես մի հարց ունեի Կարեն Զուրաբյանին, ուղղակի դժվար եմ պատկերացնում, եթե ՍԴ-ն արդեն նշածողը սահմանել է, որ պետք է անձը կարողանա իր հայացողությամբ իր գույքը կառավարել, այսինքն այլընտրանք, ապա սեպտեմբերի 30-ից հետո ինչ նախագիծ պետք է ներկայացնի, Սոցիալական վճարի միջոցով քողարկված կերպով պարտադիրը միևնույն է պետք է գործի։ Դուք ունեք արդեն սխեմա, թե մեծամասամբ ենթադրում եք դուք, որ այդպես կլինի։ Մենք այդ սխեման չունենք, մենք ավազակապետության մաս չենք, որ Չէ, բայց դուք որպես քաղաքական գործիչ պարտավոր եք կանխատեսել, ասենք 6 ամիս հետո զարգացնել։ Ինչպես կարող էին անել դա։ Սխեմայի մասին ակնարկներ եղան հենց վճռի մեջ։ Քողարկված կերպով պարտադիրը վերադառնալու է, դուք դա եք ուզում ասել։ Այո։ Այ դուք կուզենայի գոնե մոտավորապես պարոն Զենալյան ձեր կարծիքն էլ թեւամնոր ձեր կարծիքը լսում եմ, բայց կուզենայի մոտավորապես ասեք։ Այո, առաջարկեք այդ քողարկված ինչ մեխանիզմներ հնարավոր է կիրառել, որպեսզի պարտադիրը քողարկված կերպով ես դեմ Որոշ պայքարողներն էլ իմանան ինչի դեմ պետք է պայքարեն։ Ասենք դա կարող է վերաձևակերպել որպես սոցիալական վճար, որպես կարծեմ ՍԴ-ն ասել է, որ չի կարելի։ որպես հարկ։ Որպես հարկ սահմանազատումը դրել է, այդպես չէ։ Պետք է տարբերակվի։ Չի կարող մեխանիկական միախառնվեն իրար սոցիալական վճարը եւ հարկը։ Դրանք պետք է տարբերակվեն եւ նաեւ այստեղ պետք է մասնակցություն ունենա նաեւ գործատուն։ Սոցիալական պետության մեջ չի կարող գործատուն անմասն լինի այս ամեն ինչից։ Կൂട്ടակային համակարգը իր դրական բավականին բաներ ունի եւ աշխարհը գնում է այդ ուղղությամբ, խնդիրներ են առաջացել, բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Բայց այս եղանակով, պարտադիր կൂട്ടակային համակարգի եղանակով մեր համոզմամբ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Եվ այո, չի կարող վերադառնալ։ Պարտադիրը։ Այո, պարտադիրը մեր համոզմամբ չի կարող վերադառնալ։ Քողարկված կերպով գուցե Երևի նկատի ունեք հաշվանցում կատարելը, հա։ Եթե ինչ որ մի կամուրջ հաշվում այդ գումարը, որ պետք է վերադարձնեն, ընդունենք իրենք մի կարգ են մշակում կամ օրենքի նախագիծ են պատրաստում ու պարտավորեցնում են, հա, էլի քաղաքացում, որպեսզի ինքը վճարումները կատարի։ Այսինքն, եթե ինքը պետք է կատարի, կարող են հաշվանցում անել, այսինքն գալիք հոկտեմբերից մինչև հետո, ասել, որ քանի որ նա վճարել է, ապա սա մի վճարի։ Ես մի զուգահեռ անցկացնեմ։ Օրինակ մեքենաների ապավագրումը նույնպես պարտադիր համակարգ է, չէ՞։ Բայց կան բազմաթիվ այլընտրանքային փոքրիկ համակարգեր, ասենք դուք կարող եք 1 օրով, 10 օրով, 1 ամսով ապավագրել։ Արդյունքում ըստ մարդու իրավունքների տեսության գույքային բեռը ձեր վրայից նվազում է։ Սա ելքն է։ Միգուցե նման ինչ-որ մի բան, քողարկված համակարգը, չգիտեմ, պարտադիր, բայց փոքր այլընտրանքներով, բայց մեծ հաշվով պարտադիր։ Ես փորձում եմ հասկանալ դժվարանում եմ շատ վճիռը, որովհետև տենց ներկա լինելով ուղղակի լսեցի թե ինչ էր ու մի թեթև կարդացել եմ բնականաբար որոշման մասը ավելի շատ, քան թե նախաբանը, բայց շատ հստակ ասվեց նրա մասին, որ այս սխեման ըստ որի քաղաքացին ուղիղ քաղաքացուն պարտադրում են ուղիղ մուծել հիմնադրամին, դա հակասահմանադրական է։ Բայց եթե քաղաքացուն պարտադրեն մուծում կատարել պետական բյուջե, իսկ այնտեղից արդեն պետությունը դա քաղաքացու հենց նորից ընտրությամբ ուղարկի դա հիմնադրամ, ընդ որում գործեն պետության կողմից ինչ-որ պետական երաշխիքներ, այդ սխեման արդեն հակասահմանադրական չի համարվի։ Եթե նույնիսկ պարտադրեն։ Եթե նույնիսկ պարտադրեն, այո։ Այստեղ սոցիալական վճարները պիտի կատարեն գործատուները։
Ըստ էության մի մոդելի մասն էլ կարծեք թե խոսվում էր, ես լսեցի, որ կարող է ասենք առաջարկը 2% վճարի աշխատողը, 3% վճարի գործատուն, 5% ավելացնի պետությունը։ Հնարավոր է այսպիսի մոդել գործի այս դեպքում, թե սա եւս լինելու է հակասահմանադրական։ Այլ երկրների փորձեր են, որոնք ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի գործի քննության արդյունքում, եւ ուղղակի վերցնել մի երկրի մոդել ու լոկալիզացնել այն այստեղ առանց հաշվի առնելու սոցիալական եւ տնտեսական պայմանները, այդպես լինել ուղղակի չի կարող։ Ամեն դեպքում ցանկացած օրենք այսօր ես ասեմ, այսօր ձևավորվում է պահանջատեր քաղաքացի եւ իդեմս դեմ եմ նախաձեռնության անդամների քաղաքացիները արդեն գիտեն, արդեն կարողանում են պահանջել, որ իրենց իրավունքները չոտնահարվեն եւ ցանկացած օրենք, որ նախագիծ լինի, դա օրենք լինի, որ պետք է արդեն ուժի մեջ լինի կամ գործարկվի, մենք իսկապես ուշի ուշով հետևելու ենք, մեր ամբողջ պայքարը այդ պարտադիր կൂട്ടակային վճարումների դեմ է եւ այս պահին մենք օգտագործելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերը, որոնք իրավունքով վերապահված են մեզ, այդ օրենքը իսպարտ գործածությունից հանելու համար կամ գոնե այդ պարտադիր բաղադրիչի դեմ է ամբողջ մեր պայքարը։ Եվ դա որպեսզի վերակավորեն եւ վերադարձնեն էլի օրենքի ուժ մտնելը, դա ուղղակի ես բացառում եմ, ինձ թվում է քաղաքացիները ամբողջ պայքար են մղում հենց այդ պարտադիրի դեմ։ Որ քաղաքական ուժն էլ մեծամասնությունն է, թե ընդդիմությունն է, երբ որ ներկայացնի նախագծեր եւ այդ թվում նաեւ կառավարությունը իր նախընտրած տարբերակը ներկայացնի, կան միջազգային պարտավորություններ եւ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի մասին օրենք պահանջում է նախագծերի քննարկման ամենավաղ փուլում ծանոթացնել հանրությանը եւ քննարկել նրա հետ, որպեսզի խուսափեր սոցիալական ընդվզումներից։ Այսինքն, եթե նույն ձևով պետք է քողարկված անեն, երկրորդ հոսանքն է գալու, որ բնականաբար դա չի լինի ժողովրդավար կամ իրավական պետության շրջանակում, որ օրենքը ընդունում են առանց հանրության հետ քննարկելու։ Այսինքն ասում որ դուք բոլորս շատ ավելի լավատես եք, քան պարոն Զուրաբյանը։ Ես լավատես եմ միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը ընդվզի եւ պարտադրի այս իշխանությունների վրա կամ իշխանություններին հեռացնի կամ այնպեսի մի վիճակ ստեղծի, որ իշխանությունները իրենց պլանից հրաժարվեն։ Ես կարծում եմ դեմ եմ նախաձեռնությունը, կարծեք թե հաջողվեց եւ ամենակարևոր իրենց իմ կարծիքով ձեռքբերումներից մեկը այն էր, որ շարժումը չքաղաքականացվեց, որտեվ դա եւս չկուսակցականացվեց, այո, որտեվ դա եւս կարծեմ մեծ ձեռքբերում էր իմ դիտարկմամբ։ Խնդրեմ։ Ուրեմն եթե, ասենք, պարտադիրը շատ է շրջանառվում, որ ուզում են փոխարինել հարկադիրի, մտցնել հարկի տեսքով եւ մարդկանցից գանձել լրացուցիչ հարկեր, միևնույն է այս դեպքում պայքարը նույնպես շարունակվելու։ Կառավարությունը ասում է, որ արտագաղթ կա, սոցիալական վիճակը վատանում է եւ պետք է հարկերը բարձրացնենք, որպեսզի կարողանանք թոշակներ վճարենք։ Այսինքն, եթե գնալով վատանում է, մինչև ուր պետք է աշխատող մարդկանց վրա այդ հարկային բեռը ավելանա։ Այսօր ավելացրեցին, հարցերը լուծվեցին, 10 տարի կամ 5 տարի հետո եւս այս խնդրի առաջ են կանգնելու, ու նորից ինչ-որ նախագիծ պետք է մտածեն, ասեն լավ, բերեք 10%-ով ձեր վրայի բեռը ավելացնենք եւ մեր խնդիրները լուծենք, այսինքն հարկեր, տուրքեր կամ ինչ-որ պարտադիր վճարներ ավելացնելը հարցի լուծում չի։ Ավելի լավ կլինի մեր կառավարությունը մտածի տարբերակներ, որպեսզի ավելացնի աշխատուժը եւ առնի արտագաղթի դեմը եւ մի բան էլ այնպեսի քայլեր ձեռնարկի, որպեսզի ներգաղթ լինի Հայաստանում։ Այսքան այսպեսի կարծիք կար, երբ որ դեմ եմ եթե կարելի է չքաղաքականացնելու կամ քաղաքականացնելու այս բանը, ես համարում եմ շատ արհեստական մի վեճ, որը ավելի շատ իշխանության կողմից է մատուցվում, որովհետեւ իրականում գիտեք ինչ, այն ինչ որ եղավ, դա մի հոյակապ ներդաշնակ պայքար էր, որին մասնակցեցին եւ քաղաքական հոսանքներից կամ կուսակցությունից հեռու քաղաքացիները, որոնք շատ կոնկրետ իրավունքի համար են պայքարում, բայց նաև մասնակցեցին քաղաքական կուսակցությունները։ Ընդ որում, ասեմ, առանց քաղաքական կուսակցությունը ընդհանրապես որևէ բան չէր կարող լինել, որովհետև քաղաքական կուսակցություններն էին, որ պետք է արտահերթ նիստ կանչեին, օրինագծներ մտցնեին կամ որևէ քաղաքական կուսակցություն նաև իր անձնական, այսպես ասած, կուսակցական շահին չծառայեցրեց շարժումը։ Խոսքը նաև դրա մասին է։ Այլ տեղի ունեցավ շատ առողջ համագործակցություն։ Ճիշտ է, ես դրա մասին եմ ասում, բայց ասել, որ դա նշանակում է, որ պայքարը չքաղաքականացավ, շատ սխալ է։ Իրականում որևէ փոփոխություն կյանքում կարելի է անել
հենց քաղաքականացնելով խնդիրը։ Դե բնականաբար փոփոխությունները Ամեն ինչ քաղաքականության խնդիր է, քաղաքական- մեծ քաղաքական քաղաքականության ուժեր են։ Ուզում եմ մի բան էլ ավելացնեմ, այս հայտարարությունների հետ, մեկնաբանությունների հետ կապված նախարարներից ինչ որ մեկը չեմ հիշում, ով մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը ասաց, որ վերահաշվարկ չի նշանակում, որ սեպտեմբերի 30-ից հետո մենք գումարները ետ ենք վերադարձնելու։ Այսինքն ենթադրվում է, որ այս գումարները, որ հավաքենք, հնարավոր է նաև, որ չվերադարձնեն եւ պահեն բյուջեում կամ փոխանցեն ֆոնդերին, որը եւս սխալ եմ համարում։ Այս օրենքը սահմանադրության հետ խնդիրներ ունեցավ, այն պատճառով նաև, որ ինքը մինիմալ աշխատավարձ ստացող մարդու գրպանին էր գտնում, այսինքն այդ մարդը ամսվա մեջ մի քանի օր հացի խնդիր էր ունենալու։ Հիմա իրանք վերցնում են, ասում են, լավ, դու 6 ամիս այդպես խնդիրներով դիմացի, միջև տեսնենք ինչա լինելու։ Դուք մի հետաքրքիր բան ասացիք նաև հարկերի հետ կապված, որովհետև ի վերջո գուցե եւ այսպեսի կարծիք կար, երբ որ նաև դեմ եմ նախաձեռնություն այսպես սկսեց թափ հավաքել, որ սեփական գրպաններին են կպել եւ դրա համար է որ մարդիկ դուրս են եկել եւ պայքարում են, եթե նրանց սեփական գրպաններին չկպնեին, չէին պայքարի։ Բայց ձեր խոսքից ենթադրում եմ, որ եթե նույնիսկ վաղը որոշվեց, որ դա հարկ է լինելու եւ որը վճարելու է գործատուն եւ ոչ թե աշխատողը, ինչը բնականաբար ունենալու է հետևանքներ, հա, հանգեցնելու է գնաճի, որովհետեւ գործատուն ավելորդ հարկ է վճարելու, բերելու է տնտեսական խնդիրներ։ Այսինքն դուք այդ ժամանակ եւս շարունակելու եք ձեր պայքարը։ Միանշանակ։ Ճանապարհն եմ ուզում ցույց տալ ինչ է լինելու մինչև սեպտեմբերի 30-ը եւ 30-ից հետո եթե հնարավոր է կանխատեսել, մենք արդեն ամփոփում ենք, հա, սկսենք Սևակ ամփոփել։ Դե արդեն ասացի, որ մենք ՊԵԿ-ից եւ ֆինանսների նախարարությունից պահանջելու ենք բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով, այդ քաղաքացիական անհնազանդություններով դիմելով դատարաններ, որտեղ արդեն դիմումի ձևը պատրաստվում է, որ ապակտիվացնեն այդ բաժինը եւ մարդիկ կամավոր կարողանան որոշել, մասնակցում են թե ոչ։ Խնդրեմ Լուսինե։ Ես ուղղակի հավելեմ, որ իսկապես պայքարը սկզբից սկսվել էր սեփական գրպանին այդ նյութական բեռ զգալու միջոցով, բայց այսօր քաղաքացին այնքան պահանջատեր է դարձել, որ այսօր արդեն այդ հարցի հետ մեկտեղ նա իր իրավունքների տերն է կանգնում եւ դեմ եմ նախաձեռնությունը այստեղ իր դրական անելիքներ ունեցավ, որ կարողացավ քաղաքացիների մեջ արթնացնել այն ոգին, որ կարողանան դուրս գան եւ պայքարեն իրենց իրավունքների համար։ Եվ իսկապես որ կանխատեսում ենք, որ բոլոր քաղաքացիական անհնազանդությունները օգտագործելու ենք եւ պայքարը տանել ենք մինչեւ վերջ ամեն դեպքում։ Պարոն Ղազարյան։ Ես կարծում եմ process-ները կակտիվանան եւ քաղաքական process-ները եւ քաղաքացիական ասացնը եւ կարծում կլինեն շատ դատական գործեր եւ վարչական վարույթում կլինեն եւ դատական դատարաններում եւ դրանց իմ հաշվարկներով, եթե շատ դատական գործեր լինեն, կուլմինացիան կլինի մոտավորապես ամառվա վերջը, հաշվելով թե վարույթները ինչպես են զարգանում եւ կգա մոտավորապես սեպտեմբեր ամսվա վրա եւ դա կարող է էլի ազդեցություն թողել եւ մանավանդ այսօր արդեն սկսել է շարժումը նախապատրաստվել այդ դատական գործերին եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ իրավաբանությունը միշտ օգնում է քաղաքական գործընթացներին։ Այսքանը։ Դե առաջին հերթին այս 6 ամսյա ժամկետը հենց որը շփոթության մեջ գցեց մարդկանց, հնարավորինս պետք է արդյունավետ օգտագործեն, ինչպես գործադիր իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ ազգային ժողովի ներկայացուցիչները, որպեսզի շուտապույտ միջոցներ ձեռնարկեն, հնարավորինս շուտ վերահասնի այդ իրավական ուժը կորցնելու ժամկետը։ Եվ բնականաբար հանրային լայն քննարկումները, որոնք նշվեցին, անպայման դրա պարտադիր բաղադրիչը պետք է լինեն, դա պետք է հնարավորինս լայն շրջանակների համար արվի, հնարավորինս ավելի շատ մասնագետների ներգրավման process-ի մեջ։ Մեկ այլ հարց է, որ կա ավելի վատատեսական սցենար, ինչպես եղավ օրինակ հունվարի 24-ի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումից հետո, երբ սա դարձավ չարաշահումների եւ գործատուի կողմից ճնշումների առարկա, նույնիսկ ընդհանուր շատերը գործից ազատվեցին իրենց կամահայտնությունը ցույց տալու համար, եւ հուսով ենք, որ քաղաքացիների իրազեկումը, իրավագիտակցությունը այնքան բարձր կլինի, որ նրանք ուղղակի չեն համակերպվի եւ բնականաբար կպայքարեն իրենց իրավունքների համար։ Երևի թե այսքանը բնականաբար բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը շատ կարեւոր կլինի, ինչպես դեմ եմ շարժման, այնպես էլ քաղաքական ուժերի, իրավապաշտպանների։ Խնդրեմ, պարոն Զեյնալյան։ Ուր ենք գնում հիմա, ըստ ձեզ։ Ապրիլի 12-ին գնալու ենք ազատության հրապարակ եւ մասնակցելու ենք հանրավակի, որոշելու համար թե ինչ ենք անել։ Մատենադարանի հրապարակ եւ որոշելու ենք թե ինչ ենք անելու։ Ես աջակցելու եմ պայքարողներին իրավական աջակցություն ցուցաբերելու եւ ցանկացած տիպի աջակցություն ցուցաբերելու եմ այս պայքարում, որովհետեւ անձի անմիջականորեն գործող սեփականության իրավունքը
չոտնահարվի։ Անպայման առաջին հերթին կարևոր է հանրավաքը ապրելի դասակցության մատենադարանի հարթակում։ Մերի Ես ամփոփեմ, հա, նույնը կիսում եմ իմ գործընկերոջ Զեյնալյանի այն կարծիքին, որ լինելով իրավաբան իմ հնարավորության եւ ունակությունների սահմաններում աջակցելու եմ դեմ թիմին եւ նաեւ դեմ նախաձեռնության անդամ եմ ինձ համարում եւ կուզենայի մի միտք ասեի, որը բաց էի թողել։ Սահմանադրական դատարանը իր որոշման բարձրացնագրել տրամադրելով ժամկետ, այն տարաժամկետելով ուժը կորցնելու ժամկետը, ես կարծում եմ միայն այդ մասն է, որ օրենսդրական լուրջ խնդիր կա այդտեղ բաց կա, որ Սահմանադրական դատարանը այնուամենայնիվ այդ հայցողական լիազորությունից չպետք է օգտվեր, ինչի համար, որովհետև ես տեսնում եմ, որ Հայաստանի օրենսդրությամբ Սահմանադրական դատարանը սանկցիաներ կիրառելու լիազորությամբ օժտված չէ։ Այսինքն, ինչպես է հիմա ստացվելու, ով է վերահսկելու ազգային ժողովի եւ գործադրի այդ Սահմանադրական դատարանի եզրափակիչ մասում նշված դրույթի կատարմանը։ Օրինակ դատական ակտերը օրենսդիրը ամբողջովին լուծել է, ասում է, եթե չկատարի իր կամքով, ապա կկատարի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։ Հարց. Եթե օրենսդիրն ու գործադիրը այսպիսի վիճակ է ստեղծվում, այսինքն մի հատ կարելի ասել խառնաշփոթ իրավիճակ, ու օրենսդիրն ու գործադիրը չեն կողմնորոշվում, քաղաքական ուժերը, 4 ուժերը սկսում են իրարից անջատվել եւ ստացվում է, որ մեջտեղը տուժում է մարդը, ինչ որ դրված էր Սահմանադրական դատարանի որոշման հիմքում։ Պարտադիր կատարմանը վերահսկող մարմինը ով է, դա չկա։ Մենք ենք։ Այսինքն մենք գնում ենք դեմ եմ նախաձեռնության կողմից այդ կարգախոսը, որ դրել է, ես գնում եմ անհնազանդության, այսինքն օգտվում եմ իմ առաջի եւ երրորդ հոդվածով տված իրավունքներից, դուրս եմ գալիս փողոց եւ պահանջում եմ, որ պահանջը կատարվի, այսինքն այնուամենայնիվ այդ բոլոր ուժերն էլ եւ կառավարությունն էլ քայլեր ձեռնարկեն, որպեսզի մեկ օր շուտ այդ հարցը քննարկվի։ Ես սպասում էի, որ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ 5-շաբթի օրը կառավարությունը իր առաջիկա նիստում առաջի օրը օրակարգում կդներ համար այս հարցը եւ կաշխատեր պարզաբանումներ պահանջեր գործադիր մարմնի եւ այլ առընթեր մարմիններից, թե ինչ խնդիրներ կարող է առաջանալ, ինչը պետք է առաջնային անենք, որովհետև մենք ունենք հաշվետու ժամանակահատված, որ գործատուները արդեն պետք է հաշվետվություններ ներկայացնեն։ Դրա փոխարեն այսօրվա հրաժարական ներկայացած վարչապետը եւ այլ արդարադատության նախարարությունը զարմանալիորեն սկսեցին մեկնաբանել Սահմանադրական դատարանը մինչեւ ասել է սեպտեմբերի 30-ը։ Հարգելիներս, դուք գործադիր եք, կառավարման մարմին եք, այնպիսի թեմա պետք է քննարկենք, որ դա ուղղակի տեխնիկական խնդիր էր, որը նույնիսկ դա կարելի էր կառավարության նիստի ժամանակ չքննարկել։ Դուք ուղղակի պետք է հանձնարարականներ ներկայացնեիք, որ կարողանային նրանք յուրաքանչյուրը իր անելիքը աներ։ Եվ երկրորդը շատ կարևոր մի հանգամանք, որ վարչապետի հրաժարականը այսինքն արդյոք կապվում է այս Սահմանադրական դատարանի որոշման հետ, ես այդքան է չէի կապի, որովհետև դա կուտակված խնդիր էր։ Երկրորդը ես դե լուրջ խնդիր եմ տեսնում, որ վարչապետի հրաժարականը բավարար չի հայ ժողովրդի համար, որովհետև հրաժարականը իրենից հետո բերում է պատասխանատվության ինստիտուտի հաստատմանը։ Այնուամենայնիվ վարչապետը եւ իր կառավարության անդամները պետք է պատասխանատվություն կրեն այն նրա համար, որ կոնկրետ կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի եւ մոդելի կամ այդ փաթեթի 50 օրենքների եւ կառավարության որոշումների այլ ակտերի պատրաստման համար ծախսել են 10 տարի։ Փաստորեն Սահմանադրական դատարանը ասեց, գիտեք ինչ, դուք խոտան եք պատրաստել։ Դուք պատրաստել եք Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հակասող իրավական ակտեր։ 10 տարվա համար վարչապետը պետք է կանգնի, նախկին վարչապետը պետք է կանգնի պատասխանատվության առաջ եւ քրեական եւ վարչական, այնուամենայնիվ 6 տարվա մերի գոնե, որտեղ վարչապետը կառավարությունը ղեկավարել է 6 տարի։ Դուք են 10 տարի։ Այնուամենայնիվ, որովհետեւ իրենք վերցնում են իրավահաջորդության կարգով, իրենք այն մյուս ժամկետներն են վերցնում, ասում են 10 տարի։ Դուք ձևավորեցիք արդեն նոր վարչապետի օրակարգը, ես չգիտեմ նա կօգտվի ձեր առաջարկից թե ոչ, բայց դուք լուրջ օրակարգ ձևավորեցիք նրա առաջին աշխատանքային օրվա համար։ Պարոն Զուրաբյան, ամփոփենք։ Գիտեք, իրականում երկիրը շատ ծանր վիճակում է գտնվում։ Մենք գտնվում ենք շատ խորը ճգնաժամի մեջ։ Արտագաղթ, չգիտեմ, մենաշնորհային այս վիճակները, անարդարություն, դատարանների այս վիճակը եւ այս ամենի մեջ շատ մեծ լույս է այն, ինչ որ կատարվում է։ Այս
հանրության արտնացումը եւ 4 քաղաքական ուժերը եւ դեմեմ շարժումը եւ շատ այլ նախաձեռնություններ հիմա սկսել են պայքարել։ Ընդ որում ասեմ ես կարծում եմ շատ կարեւոր գործընթաց էր, որ մարդիկ ովքեր հավատ ունեին պետական ինստիտուտների նկատմամբ, մի քիչ էլ միամտորեն եկան, փորձեցին այդ հարցը լուծել պետական ինստիտուտների միջոցով, իսկ հետո իրենք էլ հասկացան, թե ինչ է կատարվում։ Մի բան հասկացան, որ քաղաքական գործիչները վաղուց հասկացել են, բայց իրանք էլ են հիմա հասկանում դա եւ գնալով հանգում են եզրակացության, որ պետության բնույթն է պետք փոխել, դարձնել դա դեմոկրատական հանրությանը ծառայող պետություն։ Եվ այդ process-ը կատարվում է, շատ լուսավոր process է։ Մի բան ուզում եմ, որ բոլորը գիտակցեն, ոչ 4 քաղաքական ուժերը, ոչ էլ դեմ եմ շարժումը, ոչ էլ որևէ այլ նախաձեռնություն չի ներկայացնում ամբողջ ժողովրդին։ Եվ անգամ ես պայքարում, անգամ կൂട്ടակայինի դեմ պայքարում, ոչ 4 քաղաքական ուժերը, ոչ դեմ եմ շարժումը չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին։ Բայց ժողովուրդն է մեծամասնությունը, ժողովուրդն է արտնացել, ժողովուրդն է այս խնդրը հիմա փորձում լուծել եւ հաջողության բանալին նրա մեջ է, որ մենք իրար փորձենք օգնել։ Քաղաքական ուժերը օգնեն քաղաքացիականին, քաղաքացիական շարժումը օգնի քաղաքականին։ Եթե ինչ-որ մեկ կարծի, որ առանձին կարող է այդ խնդիրը լուծել, դա ուղիղ է ինչ-որ իշխանություններին պետք է։ Իշխանություններին հենց պետք է պառակտում եւ քաղաքական ուժերի մեջ եւ քաղաքական ու քաղաքացիականը իրարից անջատելու այդ ջանքերի մեջ։ Դա որ թույլ չտանք, ուրեմն մինչև սեպտեմբերի 30-ը մենք այս խնդրը կլուծենք։ Շատ բարի, իշխանության տեսակետը իհարկե մեզ հետաքրքիր էր, բայց այդ թևից ցավոք մեր հրավերը մնաց անարձագանք, իսկ ֆինանսների նախարարությունում մի քիչ էլ հումորով վերաբերվեցին մեր հրավերին, թե ինչ եք ուզում որ գանք եւ ասենք։ Շնորհակալ եմ, որ դուք եկաք եւ շնորհակալ եմ, որ անկեղծ եք ձեր տեսակետների մեջ, իսկ մենք յուրաքանչյուր շաբաթ ժամը 19:30 հեռուստաընկերության եթերում փնտրում ենք հասարակության ամենատարբեր շերտերին հուզող ամենաբազմազան խնդիրների հաղթահարման ճիշտ ճանապարհը։ Միացեք մեր քննարկումներին, իսկ այսօր այսքանը առայժմ։